2026-2025-ի համեմատ կրկնակի ավելացել են մեր երկիր ժամանող օտարերկրացի աշխատանքային միգրանտները։ Ոչ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները Հայաստանում աշխատանք գտնելու համար նախ պետք է ունենան աշխատանքի թույլտվություն։ Նրանք Հայաստանում աշխատանք կգտնեն, թե ոչ, կախված է զբաղվածության տարածքային կենտրոնի բազայում առկա տվյալներից։ Եթե պարզվի, որ նույն չափորոշիչներին համապատասխան անձ կա աշխատանք փնտրող կամ գործազուրկ շահառուների շրջանում, ապա գործատուն պարտավոր է աշխատանքի ընդունել տեղացի քաղաքացուն։ Ըստ միգրացիայի փորձագետի տվյալների, վաղուց ժամանակն է, որ մեր երկրում առկա օրենսդրական կարգավորումները լրացվեն։ Օնլայն դիմում է work permit համակարգով միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն, ներկայացնում է բնութագիրը աշխատանքի, ներկայացնում է նաեւ վճարման չափը եւ այլն, այսինքն բոլոր մանրամասները ներկայացնում։ Աշխատանքի նպատակով Հայաստան ժամանած օտարերկրացիները կացության կարգավիճակ ստանալու համար բուժ զննում չեն անցնում, օրենքի պահանջ չկա, ինչն ըստ փորձագետների ռիսկային է եւ կարող է Հայաստանի նման փոքր երկրի համար համաճարակի պատճառ դառնալ, մանավանդ որ շատ օտարերկրացիներ այստեղ աշխատում են սպասարկման ոլորտում։ Երբ որ մեր միգրանտներ են, մեր աշխատանքային միգրանտներ են մեկնում, մասնավորապես Ռուսաստանի Դաշնություն, նրանք մուտքի պահից սկսած ունեն ընդամենը 30 օր միգրացիոն հաշվառման կանգնելու, բուժ զննում անցնելու 9 ինֆեկցիոն հիվանդությունների գծով։ Եթե նշված ժամկետում ինքը չի անցնում բուժ զննում, անկախ նրանից ինչ ժամկետով է արել միգրացիոն հաշվառում, իր միգրացիոն հաշվառումը չեղարկվում է։ Իդեպ Հայաստանում աշխատանք փնտրող օտարերկրացիների շարքում առաջին տեղում Ռուսաստանի քաղաքացիներն են։ Նրանց հաջորդում են Հնդկաստանի, Իրանի ու Չինաստանի քաղաքացիները։ Երևանի տրանսպորտային կարևորագույն հանգույցներից մեկի Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։ Քաղաքապետարանում նշում են, ծրագիրը նպատակ ունի ապահովելու կամրջի անվտանգ եւ անխափան, եւ որ շատ էական է երկարաժամկետ շահագործում։ Անհրաժեշտ աշխատանքներն իրականացվում են սեյսմիկ ուսումնասիրությունների եւ մշակված նախագծի հիման վրա։ Կամրջի երթևեկելի հատվածի բացումը նախատեսվում է օգոստոսի 29-ին։ Տեմպը բավականին լավն է, ոնց հասկանում եմ, կարևորը պահպանելն է եւ մեր նշած ժամկետներում ավարտելը, որովհետեւ որքան էլ որ այս աշխատանքները կարևոր են եւ անվտանգությանն են միտված առաջին հերթին երևանցիների, այնուամենայնիվ նաեւ այս աշխատանքները բազմաթիվ խնդիրներ են ստեղծում քաղաքում խցանումների հետ կապված եւ մեր վերահսկողությունը ժամկետների հետ կապված եւ որակի հետ կապված իհարկե աշխատանքի պետք է շատ ինտենսիվ լինի այս առումով։ Քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչությունից պարզաբանում են, կամրջի հիմնանորոգումը պայմանավորված է տարիների ընթացքում առաջացած մաշվածությամբ։ Կամրջի վրա վերջին անգամ հիմնանորոգման աշխատանքներ իրականացվել են դեռ նախորդ տասնամյակներում։ Այժմ նախատեսված է ամբողջական վերականգնում, ներառյալ ջրամեկուսացման, ջրահեռացման, դեֆորմացիոն կարերի եւ սեյսմիկ տարրերի արդիականացումը։ Կամուրջը հիմնանորոգվում է ոչ թե կոնկրետ խնդիրներ են հայտնաբերվել եւ դրա համար է հիմնանորոգվում, այլ կամուրջը իր մաշվածության արդյունքում այս հիմնանորոգման կարիքը ուներ եւ մենք կատարել ենք սեյսմիկ եզրակացության հիման վրա պատրաստել նախագիծ եւ այդ նախագծի հիման վրա ներկայումս կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Քաղաքապետարանից վստահեցնում են, աշխատանքները ընթանում են ըստ նախատեսված ժամանակացույցի։ Ծրագրի ավարտի համար թեև 210 օր է սահմանված, կամրջի երթևեկելի հատվածը նախատեսվում է շահագործման հանձնել օգոստոսի վերջին։ Մնացած աշխատանքները շարունակվելու են կամրջի ներքին եւ հիմքային հատվածներում։ Կամուրջի վրա աշխատանք կատարելը եւ ուղակի փողոցում աշխատանք կատարելը իրարից էականորեն տարբերվում է եւ մենք չէինք կարող թույլ տալ կամուրջի մի հատվածը ծանրաբեռնել երթևեկելիությամբ եւ մյուս հատվածում դուք եք նկատում, թե ինչ ծանր աշխատանք է կատարվում։ Դա ուղղակի անհամադրելի է։ Մեզ էլ հաճելի չի, սակայն սա պլանավորված էր, որպեսզի կատարվեր ամառային արձակուրդների ժամանակ, երբ մեր երեխաները դասի չեն, ուսանողները դասի չեն եւ որոշակի հատված արձակուրդային ռեժիմի մեջ է եւ երթևեկությունը այդքան ծանր չի։ Սա ամբողջը պլանավորված է։ Շինարարների տեղեկացմամբ առաջին հերթին իրականացվել են ասֆալտաբետոնե ծածկի, դեֆորմացիոն կարերի հեռացման հետ կապված աշխատանքներ եւ անվահրիչների ապամոնտաժում։ Բարդություններ հանդիպում է, որովհետև դեֆորմացիոն կարերը բոլորը անցել եք գիտեք, որ ինքը արդեն քանդված էր եւ այդ քանդված հատվածներում, որ նայում ենք, արդեն տակից քանդված բետոնի շերտեր է երևում եւ այդ բետոնի շերտերն էլ պետք է փոխենք արդեն, քանդենք, նորը տեղադրենք։ Մարդկային ռեսուրսների մասով էլ դեռ առայժմ հերիքում են, բայց մենք ընդհանուր
անընդհատ ավելացնում ենք, որովհետև մենակ տեղամասում չեն աշխատում, պատրաստում են դետալներ եւ պատրաստվածքները շուտով ստեղ կլինեն։ Պատասխանատուների գնահատմամբ հիմնանորոգումից հետո Կիևյան կամուրջը երկար տարիներ կծառայի առանց խոշոր վերականգնողական միջամտության անհրաժեշտության։ Միաժամանակ կառույցի վիճակի մշտադիտարկման ապահովման համար նախատեսվում են պարբերաբար ուսումնասիրություններ իրականացնել։ Ցանկացած քրեական գործի արդար ելքի համար անհրաժեշտ են մի շարք պայմաններ, որոնցից մեկը դատաքննության ընթացքում վկաների, տուժողների եւ մեղադրյալների միմյանց վրա ազդեցության բացառումն է, առավել եւս հենց դատական նիստերի ընթացքում։ Երբեմն այս պայմանն ապահովելը շատ բարդ է նիստերի դահլիճներում, մինչեւ ինչ որ ցուցմունք կամ վկայություն տալը մարդիկ նայում են միմյանց աչքերի մեջ։ Կառավարությունը մշակել է օրինագիծ, որը հնարավորություն է տալու մեղադրյալներին դատական նիստերին մասնակցել տեսակապի միջոցով, այսինքն on-line։ Դատապարտյալի մասնակցությունը կարող է ապահովել տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ, տեսակապի միջոցով, դատապարտյալի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ, հասարակական կարգի կամ առողջության կամ դատապարտյալի անվտանգության ապահովման կամ հանցագործությունների կանխման կամ սույն օրենսգրքով նախատեսված ժամկետում դատական վարույթի իրականացումը ապահովելու նպատակով։ Ըստ օրինագծի հեղինակների տեխնիկական այս միջոցի կիրառումը նպաստում է հասարակական անվտանգության պաշտպանությանը, հանցագործությունների կանխմանը, վկաների եւ տուժողների իրավունքների պաշտպանությանը այն դեպքերում, երբ դատական նիստերի դահլիճում մեղադրյալի ներկայությունը վերջիններից նկատմամբ կարող է ճնշող ազդեցություն ունենալ եւ ազդել նրանց ցուցմունքների արժանահավատության վրա։ Կյանքը ցույց է տվել, որ այդ խնդիրն առաջանում է, երբ օրինակ մեղադրյալը հանցավոր խմբավորման ղեկավար կամ քրեական աշխարհում հեղինակություն է։ Պետք է երաշխավորվի, որ դատական նիստին ներկայացած անձինք եւ դատապարտյալը հստակորեն տեսնեն ու լսեն միմյանց։ Դատապարտյալը եւ նրա փաստաբանը դատական նիստի ընթացքում ունենան խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորություն, իսկ դատապարտյալը կարողանա դատական նիստի ընթացքում տեսակապի միջոցով ծանոթանալ գործի նյութերին։ Դատապարտյալի մասնակցությունը դատական նիստին տեսակապով չի կարող ապահովել, եթե տեսակապով մասնակցության դեմ փաստարկված առարկում է պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի ներկայացուցիչը կամ դատախազը, ինչպես նաև եթե դրա դեմ փաստարկված առարկում է դատապարտյալը։ Իրավաբանները, սակայն, այս օրինագծի հետ կապված մի շարք խնդիրներ են ֆիքսել, որոնք լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս։ Նախ պարզ չէ, թե երբ կարող է կիրառվել տեսակապով դատապարտյալի մասնակցությունը, այսինքն հստակ ֆիքսված չեն պայմանները, ըստ այդմ այն կարող է թույլ տրվել կամ մերժվել կամայական որոշումներով։ Օրենքից ես հասկացա, որ սա կիրառվում է որպես կանոն։ Այս սա որոշակի բացառիկ դեպքերում պետք է իրականացվի։ Այդ որոշակի բացառիկ դեպքերը ֆիքսվեն օրենքով։ Դու ասում ես, այս կանոնից բացառություն կարող լինի այն դեպքը, երբ որ մեղադրյալը փաստարկված առարկում է, բայց դու չես տալիս հիմքերը, թե որոնք են այդ փաստարկված առարկությունները։ Մյուս խնդիրը տուժողներն են։ Հենց այսօր մենք ականատես ենք լինում դատական գործերի, որոնց շրջանակում տուժողների ներկայացուցիչները դատարանում են միայն կարողանում առնչվել եւ իրենց զոհված հարազատների վերաբերյալ հարցեր ուղղել մեղադրյալներին։ Բա տուժող կողմի կարծիքով պետք է հարցնի։ Տուժողի համար սա միգուցե եզակի հնարավորություն է անմիջականորեն հարցաքննելու մեղադրյալին, անմիջականորեն նրան տեսնելու դատական նիստերի դահլիճում։ Բա մենք ինչ ենք տուժողին զրկում ես իրավունքից, անմիջականորեն հարցել, անմիջականորեն նայելու մեղադրյալի աչքերին։ Տեսակապով դատաքննությունը նաև էական գործիքից է զրկում փաստաբաններին։ Հարցը միայն հարց ու պատասխանը չէ։ Իրական զրույցի ընթացքում, եթե դու արեստավարժ իրավաբան ես, միանգամից ֆիքսում ես դիմացդ նստած քո հարցերին պատասխանողի ռեակցիաները եւ ապրումները։ Այսինքն այդ անմիջական շփումը շատ կարևոր է ցուցմունքի արժանահավատությունը բարձելու գնահատելու համար։ Ինչը հնարավոր չի իրականացնել տեսակապի միջոցով։ Օրինակ, երբ որ ես հարց եմ տալի, այդ հարց տալու ընթացքում մեղադրյալը կողքերն է նայում, հարցին ուշադրումով է պատասխանում, չգիտեմ ինչ անում, դու դրանից կարաս արդեն հանգես հետևության, որ այս մասին ինքը ճիշտ չի ասում ու դրանից քո հարցերի տրամաբանությունը լրիվ փոխվի այլ ուղղությամբ։ Եվրոպական դատարանի որոշումները, որոնց հղում է կատարվում օրինագծում, փոփոխությունները հիմնավորվելու համար վերաբերում են կոնկրետ քրեական գործերի եւ դրանցում առկա առանձնահատկություններին։ Եթե կիրառել on-line դատավարության գործիքները, ապա գոնե նման առանձնահատուկ դեպքերում եւ դրանց համապատասխանության պայմաններում նշում են իրավաբանները։ Վերջին օրերին ուժգին քամին մարզերում լուրջ վնաս է հասցրել Արմավիրի մարզում, Տանձուտ գյուղում եւ հարակից դաշտավայրերում շատ են տուժել ջերմոցները։ Օրինակ այս ջերմոցհատերը միլիոնների վնաս է կրել։ Ջերմոցը տարի հարևանի տուն, չէ՞։ Երկու տնամերձ անես շպրտել է այն ջերմոցը։ Ուժեղ քամին, ջերմոցն է, որ ասում է հիմքից վերցրել ու տարե շպրտել է հարևանի հողամասնա, չէ։ Հարևանի պտղատու ծառերի վրա
Երջանիկ պատահականություն միակ փոփանքը ըստ գյուղացիներին է, որ լավ է մարդկանց բան չի եղել, բայց ծռելը, բայց ոչ թե sense բեկալի ջերմոցը տանի 120 մետր, 150 մետր ենքով։ Գրեթե ամբողջությամբ հողին է հավասարվել ամբողջ տնտեսությունը մոտ 3000 քառակուսի մետր մակերեսով։ Մի քանի րոպեում ջերմոցի մետաղական կոնստրուկցիաներն են տապալվել, վնասվել են հովացման համակարգերը, ծածկույթները, ինչպես նաև այնտեղ աճեցվող բույսերը։ Ամենուրեք կարելի է տեսնել քամու պոկած ու տարբեր ուղղություններով շպրտած մետաղական ու պոլիէթիլենային մասեր։ Հովացման համակարգն է դա։ միլիոնների վնաս։ Էսի ես ասեմ մոտ 50-ից 60 միլիոն Հա, այդքան մոտ, հա։ հա տուժած կլի մարդը։ Այսսաղ վարկով արես։ Հա։ Դու պատկերացած թե մարդի գործ անելուց են կամ ջերմոցում մարդի գործ անելուց են։ Աշխատողները ժողովրդին աշխատողներին տարել է հոկտեմբերյան եկել է ու ճամփին զանգել ենք ասել ենք արի ցունը քանդվալ, վատապյան։ Սակայն սա միակ ջերմոցը չէ, որ տուժել է։ Ջերմոցատերերի մեծ մասը վարկային միջոցներով են հիմնել ջերմոցները։ Հիմա այս տնտեսվարողները խնդիրների առաջ են կանգնել։ Կառավարության աջակցությունն են ակնկալում։ Մարդիկ ուզում են հավատան, որ էկոնոմիկայի նախարարը, որ միշտ ասում է, մենք գյուղացու թիկունքին կանգնելու ենք, գյուղացուն միայնակ չենք թողնի։ Հիմա տեսնենք։ Ուժեղ քամին վնասներ է պատճառել նաև Մեծամոր քաղաքում տապալվել են ծառեր։ Դրանք սակայն որևէ մեկը հեռացնել չի շտապել։ Մասամբ հայտնվել է հետիոտնի համար անցման վայրում։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Արշալույսի Գևորգը ջերմոցային տարածք է վարձակալել վարունգ պղպեղ եւ լոբի աճեցնելու համար։ Շուրջ 10,000 քառակուսի մետրի վրա մեծ ներդրումներ է կատարել։ Մինչև այս մշակաբույսերին անցնելը լոլիկի մշակությամբ է զբաղվել։ Հերթը հասել է նոր նպատակների իրագործմանը, սակայն իրացման խնդիրը փաստի առաջ է կանգնեցրել նրան։ Որ դուրս արտահանվեց շատ լավ կլինի, իհարկե, արդեն այն որ կարանք ամբողջն էլ դրսի հետ կապված ուղարկենք, որն է որ շուկա կհասցնենք, բույսը չի, վերքը չի մեծանա ու հիմա ես չեմ կարող քաղեմ, որովհետև չկա պահանջարկ։ Շուկան ենք երեկվանից, շուկան ենք, ոչ մի վաճառք, ոնց տարել ենք, այնց շուկայում ոչ էժան են ուզում, ոչ մի ձևի չեն ուզում, շատ վատ։ Ի՞նչն է պատճառը։ Դե սաղից էլ երևի ծանոթ որ երկրի վիճակից ինչ պատճառ, ճանապարհները փակ։ Հիմա այս վիճակն է։ Բայց ես դրանից չեմ հիասթափում, ես շարունակում եմ մշակել, հույսով որ լավ է լինելու։ Քանի որ ներքին շուկայում էլ բերքը լավ չի սպառվում, ջերմոցային պայմանները բարելավելու ծրագրերը հաշվարկից դուրս են մղվել։ Գևորգ Միրզախանյանին այդպես էլ չի հաջողվում ապահովել ջերմոցը հովացման համակարգով։ Ձմեռվա համար տաքացում ունենք, հովացման համակարգ, էդի չունեմ, էսի վարձակալականը։ Հովացման համակարգը լինելու դեպքում ես ավելի առողջ կլիներ տեսքը, համ վարունգի, պամիդորի ինչ կուլտուրա թեկուզ լիներ, նույնն էլ իր քոլը, ավելի կրկնակի մեծությամբ, արդեն այս քոլերը ավելի բարձր, որակը շատ առաջի համար են, որ ամբողջ ինչ կա, ինչ որակի կա, այդ սաղ դրսի ապրանքի հետ կապված առաջի վարունգը։ Ստեղծված հանգամանքներում գյուղատնտեսը հաջողության հասնելու համար ուղիներ է փնտրում։ Պետական աջակցության ծրագրի միջոցով թերևս հնարավոր կլիներ արդյունավետ աշխատել։ Ծրագիր լինի, ծանոթանանք, տեսնենք ինչ։ Արդեն կաշխատեմ ծաղիկի հետ, կաշխատեմ մնացած լիքը կուլտուրաներ կան։ Բերիցով դուրս գալու դեպքում պետք է առաջինը շուկայական արժեք ունենա, յուրացնելը հեշտ լինի։ Մենք էլ արդեն կուզենք այդ հովացումն էլ ունենանք, ամեն ինչն էլ։ Իսկ հիմա sense ոնց անորոշ վիճակ է, որ հիասթափվել չի կարելի ասել, բայց այդպես չի որ ջերմանում ես, տաքանում ես, ուզում ես, մտքերդ չի գալի։ Ծախս եկամուտ հաշվարկը չի արդարացել, սակայն սերը գյուղատնտեսական աշխատանքների հանդեպ եւ տարիների փորձը ստիպում են լավատես լինել։ Համենայն դեպս դեռ հույս ունի վաճառել մեծ հոգատարությամբ եւ խնամքով աճեցրած օգտակար ու համեղ բանջարեղենը։